Բարև ձեզ Եվրոմեդիայի հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալվել է քաղաքական գործիչ Անի Սամսոնյանը, բարև ձեզ Տիկին Սամսոնյան, շնորհակալ եմ չմերժելու եւ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Եվ սկսենք այն հարցից, որ տևական ժամանակ է, ինչ վարչապետ Փաշինյանը իր թիրախում է պահում Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցին, համեմատականներ է տանում չուլանների եւ եկեղեցիների միջև, վիրավորում է հոգեվոր հայրերին։ Ինչի համար է արվում այս արշավը, խնդրում եմ ձեր մեկնաբանությունը։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական գործիչ ինքը ունի շատ նեգատիվ էներգիա։ Եվ այդ նեգատիվ էներգիան անընդհատ քաղաքականության մեջ պետք է դրսևորվի, որպեսզի ինքը կարողանա ապրել ու գոյատևել։ Նեգատիվ էներգիան կայանում է նրանում, որ քաղաքականության մեջ իր գործոնը ինչ-որ բան քանդելու, ինչ-որ բան փչացնելու, ինչ-որ մեկի հետ նեգատիվ մթնոլորտում կռիվ տալու մասին է։ Այսպես է գոյատևում Նիկոլ Փաշինյանի քաղաքական տեսակը։ Եվ այս աուրան բնականաբար տարիների ընթացքում նրա քաղաքականությունից պետական գործիչ դառնալու այդ ճանապարհին, չնայած այդպես էլ չդարձավ, բնականաբար չէր նվազելու, այլ ստանալու էր այլ երանգներ։ Հիմա մենք եկեղեցու դեմ արշավը ես ինքս դիտարկում եմ նաև այս տեսանկյունից առաջնահերթ, որ Նիկոլ Փաշինյանին պետք է դաշտ կռիվ տալու ինչ-որ չարքերի, ինչ-որ վատ երևույթների դեմ, որը ներկայացվում է ժողովրդին որպես ի բարօրություն ժողովրդի կռիվ տալ, այսինքն մաքուր պոպուլիստ է, խոսում է ժողովրդի անունից եւ անընդհատ ժողովրդին ասում է, որ ես այս ինչ բանը որ անում եմ, ձեզ համար եմ անում, ես ընկնում եմ եկեղեցու հետևից հոգեվորականների, որտեղ ես ուզում եմ, որ դուք ունենաք սուրբ հոգեվորականներ։ Բայց պարզ է, որ սրա տակ նաեւ կան քաղաքական այլ հաշվարկներ։ Այս դեպքերը հաջորդեցին Շվեյցարիայում եկեղեցականների համաշխարհային խորհրդի հավաքված համաժողովին։ Այդ խորհուրդը որքանով որ գիտեմ, մեր վեհապարի առաջարկով էր գումարվել եւ այնտեղ քննարկվել էին Արցախի հոգեվոր ժառանգության խնդիրները։ Խնդիրներ, որոնք այսօր այնքան արդիական են, որ Ադրբեջանը քարը քարին չի թողնում։ Հայկական մշակութային որևէ օբյեկտ, որևէ ժառանգություն այլևս քարը քարին չի թողնում։ Եվ բնականաբար սա դուր չի գալիս մեր իշխանություններին, որովհետև իշխանությունները իրենց խաղաղության այդ խաղաղություն բերելու տրամաբանության մեջ իրենք որոշել են, որ Ադրբեջանի հետ ձայն-ձայնի տված պետք է ընդհանրապես ջնջեն Արցախի հարցը, Արցախի ժողովրդի հարցը, եւ բանը հասել է նրան, որ արդեն պետք է չխոսենք նաեւ այդ հողի վրա մեր ժառանգության, մեր իրավունքների, մեր երբեմնի գոյության, պարզ է, որ իրենց իշխանության օրոք մաքրեցին Արցախը, բայց այնտեղ մնացել են հետքեր։ Հիմա իշխանությունը փորձում է օգնել Ադրբեջանին, որպեսզի այդ հետքերը եւս մաքրեն, մտադիր ունենալով, որ երևի դրանից հետո այդ թուղթը, այն շատ պահանջված թուղթը, որի համար Նիկոլ Փաշինյանը դռնեդուռ ընկած խնդրում է Ալիևին, որ ստորագրի, միգուցե կստորագրվի, բայց դա իհարկե չի լինելու։ Երկրորդ առաջադրանքը, որը դրված է իշխանության առջև, դա ազգային եկեղեցու, հայկական հայ առաքելական եկեղեցու ապամոնտաժումն է, որովհետև հայկական եկեղեցին շատ մեծ դերակատարում ունի որպես ինստիտուտ ոչ միայն Հայաստանում, այլ նաև դրսում։ Սփյուռքում հայապահպանության գործում հայկական եկեղեցին կարևոր դերակատար է։ Սփյուռք հայկական համայնքները հավաքվում են եկեղեցու շուրջ։ Եվ մինչև այսօր այդպես է եւ շարունակում է այդպես լինել։ Եվ դիտարկել խնդիրը միայն Հայաստանի մակարդակով ճիշտ չէ, այսինքն փորձ է արվում թույլատրել մի ինստիտուտի ազդեցություն, հեղինակազրկել մի ինստիտուտի, որը ոչ միայն ազդեցիկ է եւ կարող է հարց լուծել Հայաստանի համար ոչ միայն ներսում, այլ նաեւ դրսում։ Շատ հետևողական քաղաքականություն է։ Գիտեք, վերջին տարիներին սև ու սպիտակի բաժանման այդ համատեքստում պառակտում կա նաև եկեղեցում։ Դա տեսանելի է, որքան էլ որ եկեղեցին փորձում է իր հարցերը իր մեջ իրենց միջև լուծել, եւ զուսպ է դա հրապարակայնացնելու առումով, միևնույն է դա ինչ որ չափով, եթե հետևում ես, դու տեղեկացված ես, որ կան այդպիսի։ Եվ փորձում է արվում նաև խորացնել այդ պառակտումը։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ
եկեղեցին այս պահին Փաշինյանի հետ լեզվակռվի մեջ մտնելու փոխարեն, որտեղ ինքը կարող է պարտվել, որովհետև Փաշինյանի խոսքի բովանդակությունը եւ ազդեցությունը բոլորովին այլ է, ինչ եկեղեցունը։ Եկեղեցին պետք է փորձի թափ տալ իրեն եւ ավելի սա պետք է ոնց որ ազդակ դառնա եկեղեցու համար, ուժերը մոբիլիզացնելու, թե որպես եկեղեցի, թե որպես կառույց պաշտպանվելու, բայց ներսից պաշտպանվելու եւ ոչ թե պարզապես հրապարակային խոսքով պաշտպանվելու, այլ նաեւ հայկականության գործոնը պաշտպանելու, որտեղ սա նաեւ բնականաբար հարված է հայկականությանը։ Գիտեք, չկա եկեղեցի, որտեղ խնդիրներ չկա եւ չկա եկեղեցի, որտեղ չկան մեղսավորներ, այլ կան միայն սրբեր։ Աշխարհում նման եկեղեցի չկա, բայց դա միայն եկեղեցու հարցն է եւ այն հարցերը, որոնք փորձում են բարձրացնել իշխանությունը եւ մարդկանց ասել, որ ինքը իրավունք ունի դրանց միջամտելու, հա, օրինակ կաթողիկոսը երեխա ունի, թե չունի, հոգևորականը սեռական կապի մեջ է, թե կապի մեջ չէ, պետք է ասեմ, որ Փաշինյանի աշխարհիկ իշխանությունը իրավունք չունի այդ հարցերի մեջ ներքաշվելու եւ այդ հարցերը պետք է բացառապես լուծվեն եկեղեցու ներսում։ Մյուս կողմից նաեւ կա վրեժխնդրության պես մի բան, որովհետեւ գիտեիք անցած տարի Բագրատ Սրբազանի շարժումը եղավ, եկեղեցին փորձեց այս անընդհատ քաղաքականությանը որոշակի դիմադրություն ցույց տալ եւ դա իշխանության կողմից ընկալվեց, որ եկեղեցին միջամտում է իր գործերին եւ սա կարող է նաեւ վրեժխնդրության պատասխան լինել եկեղեցուն, որ տեսեք դուք խառնվում եք մեր գործերին, մենք էլ ձեզ ենք խառնվում, ձեր գործերին ենք խառնվում։ Եվ մյուսը իհարկե 2026 թվականի ընտրություններից հետո Փաշինյանը իր ընտրողներին ուզում է ապացուցել, որ ինքը վեհափառին հանող տղա է, որ ինքը այնքան ուժ ունի, որ կարող է վեհափառին հանել, ինչը հիմա մենք տեսնում ենք իր գրառումներով։ Ինչ որ մեկին պետք է հանի, հասկանում եք, ինչ որ մեկին այս մարդը պետք է մերժի։ Ինքը պետք է Սերժին մերժի, ինքը անդադ Քոչարյանին է մերժում, ինքը հիմա վեհափառին է մերժում, ինքը հայկական ազգայինն է մերժում, ինքը ինչ որ բանի պետք է մերժի, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական նեգատիվ էներգիայով տեսակը շարունակի գոյատևել։ Բայց տեսեք, 2018 թվականին նորից արշավ կար կաթողիկոսի դեմ ուղված, երբ կրկին փորձում էին մերժել կաթողիկոսին, չստացվեց, հիմա կստացվի։ Չի ստացվելու։ Գիտեք, կարող են մերժել, կարող են ինչ-որ ակցիաներ սկսել անել։ Հիշում եք, դատարանի դռներն էին փակում, գնում էին եկեղեցում էլ ինչ-որ բաներ էին փորձում անել։ Կարող են անել։ Հիմա կարող է Փաշինյանը ասել իր ընտրողներին հրահանգ տալ, ասել գնացեք Սուրբ Էջմիածինը, հա, կաթողիկոսարանը շրջապատեք։ Թող շրջապատի, բայց դրանից ոչինչ չի փոխվելու, որովհետև եկեղեցին դարերի ընթացքում կոփված ինստիտուտ է եւ որքան էլ որ եկեղեցին ունենա իր մեջ խնդիրներ, այդ ինստիտուտը այնքան ուժեղ է, որ այդ խնդիրները հաղթահարելու լուծումներ միշտ գտնվում են, այսինքն համախմբվածությունը, ինստիտուտի ամրությունը պահպանելու այդ ուժը միշտ լինում է։ Իսկ Փաշինյանը ժամանակավոր քաղաքական պոպուլիստ է, նա այսօր կա, վաղը չկա։ Ուղղակի այս պահին ինքը անում է մի գործ, որը վնաս է տալիս ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ հայերին աշխարհում, հա, որովհետև հայ առաքելական եկեղեցին իր ուրույն դերը ունի, որպես հայկական եկեղեցի իր պատիվը, իր հեղինակությունը ունի ամբողջ աշխարհում։ Եվ պետք է նման բաների նկատմամբ շատ ուշադիր ու զգայուն լինել, բայց այս իշխանության առումով խոսել դրա մասին ինձ թվում է անիմաստ է, որովհետև իրենք կարմիր գծեր չունեն, իրենք բարոյական սկզբունքներ չունեն, իրենք իրենց իշխանությունը պահելու, իրենց ընտրողների ձայնը պահելու համար իրենք ամեն ինչի պատրաստ են։ Ձեր խոսքի սկզբում նշեցիք խաղաղության պայմանագրի մասին, ինչին կարծես ձգտում է այս իշխանությանը, սակայն մինչ օրս մենք Բաքվում ունենք ապօրինաբար պահվող հայ ռազմաքաղաքական գերիներ, բոլորովին վերջերս էլ կրակել էին Խոզնավարի ուղությամբ, որտեղ տներից մեկի անհանգույցն էր վնասվել։ Արդյոք սա է այն խաղաղությունը, որին ձգտում ենք։ Սա այն խաղաղությունն է, երևի, որը պատկերացնում է իշխանությունը։ Գիտեք, իշխանության համար ամեն ինչ ձևական կողմ ունի, բովանդակություն չկա, այս իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության տակ բովանդակություն չկա։ Իշխանությունը ձևական է, հետևաբար երբ որ դու ուզում ես խաղաղություն, դու դիտարկում ես այնպես ստանալ այդ խաղաղությունը, որ դա լինի երկարատև, դա լինի կայուն,
դա լինի ինչ որ չափով երկաթյա եւ դա քեզ հնարավորություն տա երկարատև զարգացման եւ դա լինի այնպիսի խաղաղություն, որ բոլոր հնարավորինս բոլոր կնճռոտ հարցերը լուծված լինեն, որpեսզի հետո մի թեթև հարցից այդ խաղաղությունը չպայթի եւ ավելի վատ ձևով չպայթի, քան մշտական ռազմական լարվածության պայմաններում։ Հիմա իշխանության համար կարևորը ձևական կողմը, իրենց պետք է թուղթ, ընդամենը թուղթ խաղաղության մասին։ Թուղթ, որը իրենք 2026 թվականին ցույց կտան, կասեն, այ տեսեք, մենք արեցինք ամենակարևորը, թալանչիներին չենք բռնել, երկիրը նորմալ երկիր չսարքեցինք, հանցավորության դեմ չենք կարողանում պայքարել, տնտեսությունը ոտքի չհանեցինք, հա, երկրում օրինականություն չհաստատեցինք, օլիգարխիան չվերացրեցինք, ձեր կյանքը չլավացավ։ Մի խոսքով, լիքը խոստումներ, որոնք չեղան, եւ բնականաբար այս ընթացքում չեն լինելու, չեն իրագործվելու, որտեղ արդեն ժամանակ չկա, դրա համար պետք է մի թուղթ, որը կկոչվի խաղաղության թուղթ։ Թե այդ թղթից հետո ինչ կլինի, թե այդ թղթից հետո Ադրբեջանը դուրս չի գա մեր օկուպացված տարածքներից, թե այդ թղթից հետո Հայաստանում կարող է բանակ չունենալ, թե այդ թղթից հետո Հայաստանը կարող է զենք չստանալ այլևս, թե ինչ պայմաններով կլինի, այս իշխանության համար դա կարևոր չի։ Կարևորը, գլխավորը պահել իշխանությունը երկրում, ցանկացած գնով։ Իսկ ինչպես հասնել խաղաղության։ Խաղաղության հասնելը միակողմանի չի լինում, դա երկկողմանի կամքի հարց է։ Հիմա ես կարող եմ ասել, մենք կհավաքենք խելոք գլուխներին, կփոխենք բանակցային մարտավարությունը, հա, կփորձենք կակտիվացնենք ամբողջ աշխարհում դիվանագիտությունը եւ այլն եւ այլն։ Բայց եթե կա երկիր, որը քեզ հաղթել է եւ այդ հաղթածի արդյունքում ագրեսիան չի նվազել, բայց ախորժակը մի բան էլ ավելացել է եւ այդ երկիրը ունի կոնկրետ նպատակներ ու հավակնություններ քո տարածքային ամբողջականության նկատմամբ, այդ երկիրը մարտահրավեր է քեզ նետում քո տարածքում ապրելու իրավունքի, հա, ասում են Հայաստանի Արևմտյան Ադրբեջանը, ով է ասել դա հայերի երկիրն է, դա Արևմտյան Ադրբեջանը է։ Այդ երկրի հետ խաղաղության հասնելը այս պահին, ես կարծում եմ իրատեսական չէ։ Այս պահին հնարավոր է պարզապես կառավարել կոնֆլիկտը, նվազագույնի հասցնել բոլոր կորուստները եւ փորձել զսպել ու հավասարակշռել Ադրբեջանին։ Բայց դրա համար առաջինը նախ պետք է խելքը գլխին իշխանություն։ Իշխանություն, որը հասկանա, որտեղ պետք է զիջել, որտեղ պետք չի զիջել։ Երկրորդը պետք են կոմպետենտ մարդիկ։ Իշխանությունը պետք է ունենա կոմպետենտ դիվանագիտական ուղեղ ունեցող մարդիկ, իսկ մենք տեսնում ենք, հա, այսօր մեր դիվանագիտությունը ինչով է զբաղված։ Երրորդը, դրա համար պետք է համբերություն եւ միաբանություն։ Այսինքն այն նպատակները, որը մենք հետապնդում ենք խաղաղության հասնելու, այդ նպատակների համար մենք պետք է միասնական լինենք, հա։ Ես չեմ ասում ամբողջ ժողովուրդը միմյանց սիրի, այդպիսի բան չի լինում, բայց գոնե ժողովրդի շերտերի մեջ պառակտումներ չմտցնեն, գոնե ինստիտուտների մեջ պառակտումներ չմտցնեն։ Այսինքն միջև վերջ այսպես թուլացնել երկիրը, հալից գցել ու տալ Ադրբեջանի բերան, ասել դե եկեք վերցրեք այս երկիրը։ Դա սա այն է, ինչ իշխանությունը հիմա անում է, հա։ Բոլոր ինստիտուտները վերացնում է, ժողովրդին պառակտում է իր իշխանության համար։ Ու ասում է Ադրբեջանին, դե սա է երկիրը, մենք չենք կարող պաշտպանվել, ինչ եք ուզում, ինչ տանք ձեզ թղթի համար։ Սա քաղաքականություն չէ, սա Հայաստանը քայլ առ քայլ կորցնելու շատ հմուտ ռազմավարություն է, որը գրել է թղթի վրա Ադրբեջանը, Փաշինյանն էլ իրականացնում է։ Իշխանափոխության համար կան մի քանի տարբերակներ, որոշ մասը նշում է, որ Փաշինյանին պետք է անվստահություն հայտնեն, մի մասը նշում է, որ 2026 թվականի ընտրություններով կարելի է Փաշինյանին հեռացնել իշխանությունից, իսկ մի մասն էլ նշում է, որ փողոցային պայքարով։ Ինչ դիտարկումներ ունեք դուք այս մասին, ինչ եղանակով կարելի է հասնել իշխանափոխության ի վերջո։ Փողոցային պայքարով ես այս պահին չեմ տեսնում հնարավորություն հասնելու, որտեվ փողոցային պայքարը միշտ հեշտ է հեղինակազրկել եւ փողոցային պայքարի համար պետք են մարդիկ, ովքեր կորցնելու ոչինչ չունեն։ Հայաստանում չկան այնպիսի քաղաքական գործիչներ,
ովքեր կգնան դրան։ Նույնիսկ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը, որ գնաց փողոցային պայքարի եւ արեց հեղափոխություն, ինքը գիտեր, որ իրեն տալու են իշխանությունը։ Ինքը դրանում վստահ էր։ Այսինքն այնպես չէր, որ ինքը գնա որոշել էր, որ պետք է գնա եւ վերցնի։ Ինքը գիտեր, որ տալու են, դրա համար ռիսկով մտավ, տվեցին, վերցրեց։ Հիմա ինչ որ մեկ որ փորձի Նիկոլ Փաշինյանից իշխանություն խլել, դա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։ Մարտի 1-ից կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ։ Դրա համար ես կարծում եմ, որ պետք է փորձել 2026 թվականի ընտրություններով նրան իշխանությունը բնականաբար է առաջի տեղով ինքը կլինի որպես իշխանություն, կօգտագործի վարչական լծակներ, խոստումներ, էլի մանիպուլյացիաներ, չգիտեմ, պողպատե մուրճը կդառնա չուգունի սուր կամ ինչ որ մանիպուլյացիաներ նորից կօգտագործի, հա, բայց 26 թվականին ես կարծում եմ, որ շանս կա եւ այդ շանսը պետք է օգտագործեն քաղաքական ուժերը։ Ես չեմ հավատում նրան, որ Հայաստանում որևէ արտաքին միջամտություն կա ընտրությունների հարցում եւ մարդիկ կան, չէ, որ ասում են, այ օրինակ մեզ Ռուսաստանը որ սատարի, մենք կմտնենք ընտրություններին, կհաղթենք Փաշինյանին։ Սատարեն են, որ ասեն ստավկա դնի մեր վրա, մենք կհաղթենք։ Մյուսներն էլ ասում են, այ որ արևմուտքը մեզ սատարի, մեզ փոխտատակից, մենք կմտնենք ու կհաղթենք։ Չէ, այդպես չի լինելու։ Պետք է մտնել կոնկրետ ծրագրով, կոմպետենտ թիմով եւ այնպիսի առաջնորդով, որը կկարողանա քաղաքական պատմության գիրքն ուղարկել եւ Փաշինյանին, եւ Սարգսյանին, եւ Քոչարյանին։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ հյուրս քաղաքական գործիչ Անի Սամսոնյանն էր, իսկ Եվրոմեդիա 24-ին կարող եք հետևել Facebook-յան, YouTube-յան, Instagram-յան եւ Telegram-յան հարթակներում։